ինձ համար շատ զարմանալի էր, որ Արարատյան դաշտավայրում մշակվում են ընդամենը 10% հողերը։ Մարդիկ չեն հասկանում, ինչպես պետք է վաճառեն իրենց գյուղմթերքները։ Բոլորին շատ դուր եկել էր մտերման կայանների գաղափարը, որ իրենք հնարավորություն են ունենալու հենց տարվա սկզբին հաշվարկել իրենց շահույթները։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալիկ ջան։ Ոնց եք։ Շատ լավ, դու ոնց ես։ Շատ լավ, միշտ ուժեղ։ Պարոն Կարապետյան, իմ այսօրվա առաջին հարցը։ Այս վերջերս դուք շատ եք հանդիպում մեր հայրենակիցների հետ եւ օրեր առաջ հանդիպում ունեցաք Հարմավիրի եւ Արարատի մեր հայրենակիցների հետ։ Ուզում եմ կիսվեք ձեր տպավորություններով եւ խնդրում եմ կասեք, ինչն է իրենց ամենաշատ անհանգստացնում։ Շատ ջերմ եւ հետաքրքիր մթնոլորտում անցավ հանդիպումը։ Մարդկանց ամենաշատը հետաքրքրում էր օր առաջ հրաժարվեմ Փաշինյանի իշխանությունից։ Մարդիկ շատ դժգոհ էին, որ այս իշխանությունը 8 տարվա ընթացքում ոչինչ չի արել Արարատյան դաշտավայրի ժողովրդի ու ես վստահ եմ ամբողջ Հայաստանի ժողովրդի կյանքը գոնե ինչ-որ չափով բարելավելու համար, գյուղացու կյանքը բարելավելու համար։ Ինձ համար շատ զարմանալի էր, որ Արարատյան դաշտավայրում մշակվում են ընդամենը 10% հողերը։ Մարդիկ չեն հասկանում, ինչպես պետք է վաճառեն իրենց գյուղմթերքները։ Բոլորին շատ դուր եկել էր մտերման կայաների գաղափարը, որ իրենք հնարավորություն են ունենալու հենց տարվա սկզբին հաշվարկել իրենց շահույթները։ Պարոն Կարապետյան, վերջերս թուրքական պարբերականներից մեկի իր հոդվածում գրել էր, որ այս տարի հունիսի 4-ին բացվում է հայ-թուրքական սահմանը։ Խնդրում եմ կասեք ձեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների հարցում։ Նախընտրական փուլում բոլորը, թե Թուրքիան, թե Ադրբեջանը նախընտրական նվերներ անելու են Փաշինյանին, մենք դա հասկանում ենք։ Քանի որ դրանից է կախված Փաշինյանի ընտրվելու հնարավորությունները։ Թուրքիայի հետ մենք ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ելնելով Հայաստանի շահերից։ Մենք սահման բացելը չենք համարելու կյանքի խնդիր։ Եթե մեր երկիրը, մեր գյուղատնտեսությունը դրանից դժվում է, մենք մտցնելու ենք սահմանափակումներ։ Միայն Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերից ելնելով ենք բոլոր հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցելու։ Բայց ամենաուրախալին է Ալիևի նվերը մեր ժողովրդի։ Արդեն մենք գիտենք, որ Փաշինյանը գնում է Ադրբեջան։ Պարոն Կարապետյան, վերջերս Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը առաջին անգամ մասնակցեցին եվրոպական միջոցառման, չնայած այն փաստին, որ Ադրբեջանը Ալիևը մասնակցել էր հեռավար կարգով եւ իր խոսքի մեջ հայտարարեց, որ քննարկում է Եվրոպայի խորհրդի հետ բոլոր տեսակի հարաբերությունների դադարեցնելու հարցը։ Բացի այդ, Ալիևը իր հայտարարությունների մեջ, իր ելույթում Արցախի ղեկավարներին անվանեց ռազմական հանցագործներ, իսկ Արցախի ժողովրդին անջատականներ։ Սակայն Նիկոլ Փաշինյանը որևիցե արձագանք չտվեց։ Ինչպես կմեկնաբանեք այս ակնհայտ հակասությունը, պարոն Կարապետյան։ Դե ես այդտեղ հակասություն չեմ տեսնում։ Դա վերջին տարիների մեր իշխանությունների ապրելակերպն է։ Երբ իրենց ղեկավարը այնտեղից հայտարարություններ է անում, իրենք ընդամենը գլուխները կախ պետք է լսեն։ Խոսելու իրավունք չունեն, այդպես է դրվածքը։ Ալիևը իր ելույթում ցույց տվեց, որ իր համար բացարձակ նշանակություն չունի եվրոպական ղեկավարների ներկայությունը Հայաստանում, միևնույն է
ինքը պլանավորում է 300,000 մարդ տեղափոխել Հայաստան, իսկ Փաշինյանն էլ ցույց տվեց եվրոպացիներին, թե ինչքան կռուտոյ շեֆ ունի ինքը։ Շատ լավ, պարոն Կարապետյան։ Շնորհակալ եմ, ձեզ լավ օր։ Ձեզ։